Միլիոնատերը շուտ է տուն գալիս տեսնում մի տեսարան, որը փոխում է ամեն ինչ։ Նրա դուստրը, որը չէր խոսել մոր մահից հետո, ժպտում է ու ծիծաղում ինչպես երբեք։ Այս հրաշքի պատասխանատուն մի երիտասարդ տան աշխատող է, որ մանկանը գրավում է իր ջերմությամբ ու հոգատարությամբ։ Բայց այն, ինչ թվում էր երջանկության վերադարձ, հոր մեջ արթնացնում է անսպասելի վախ, աղջկա սերը կորցնելու։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց քեզ, մի մոռացիր բաժանորդագրվել մեր ալիքին գրել, որ քաղաքից ես դիտում։ Շարունակում ենք։ Խոստանում եմ, սա կլինի ամենալավ պատմությունը, որ երբեք լսես։ Այդ հինգշաբթի երեկոյան միասնիկյան Պողոտայի երթեկությունը զարմանալիորեն հանգիստ էր։ Տիգրան Պետրոսյանը շքեղ մեքենայի պատուհանից նայում էր գետի մուգ ջրերին, որոնց մեջ արտացոլվում էր Երանյան մայրամուտի նարնջագույն երկինքը։ Նրա վարորդը, Վարդան պապիկը, մեքենան վարում էր այն մարդու ճշգրտությամբ, ով ճանաչում էր այդ հսկայական քաղաքի յուրաքանչյուր փոս, յուրաքանչյուր լուսացույց, յուրաքանչյուր կարճ ճանապարհ։ Տիգրանը թուլացրեց իտալական փողկապն ու խորը շունչ քաշեց։ Եվս մեկ օր, մեկ անվերջ ժողով, մեկ կնքված գործարք։ Ընկերության ցուցանիշները երբեք այսքան լավը չէին եղել, բաժնետոմսերը հետողականորեն աճում էին, ներդրողները գոհունակ ժպտում էին։ Բայց այդ ամենն իրականում ոչ մի նշանակություն չուներ։ Վարդան պապիկը նայեց հետի հայելուն, նկատեց տիրոջ հեռու տարված հայացքը։ Նա ճանաչում էր այդ մարդուն 15 տարի, դեռ այն ժամանակներից, երբ ամեն ինչ այլ էր։ Դեռ այն ժամանակներից, երբ Վահագնի թաղամասի առանձնատունը լրակյաց դամբարանի չէր վերածվել։ Դեռ այն ժամանակներից, երբ փոքրիկ Սոնան դեռ խոսում էր։ Տիգրանը բաճկոնի ներքին գրպանից հանեց հեռախոսն ու նայեց էկրանին։ 17 չկարդացված հաղորդագրություն, բոլորը աշխատանքի վերաբերյալ։ Ոչ մեկը կարևոր չէր։ Նա սարքը նորից դրեց գրպանը, կրկին նայեց պատուհանից դուրս։ Քաղաքի լույսերը սկսում էին վառվել մեկ առ մեկ, ինչպես երկրային աստղեր, որոնք ազդարարում էին գիշերվա գալուստը։ 2 տարի։ Արդեն 2 տարի էր, ինչ Լուսինեն գնացել էր։ 2 տարի, ինչ տունը կորցրել էր իր սիրտը։ 2 տարի, ինչ Սոնայի ծիծաղի ձայնը չէր հնչում միջանցքներում։ Աղջիկն ընդամենը 3 տարեկան էր, երբ դա տեղի ունեցավ։ Հիմա, 5 տարեկանում, կարծես մի ամբողջ կյանքի ցավի բեռ էր կրում իր ուսերին։ Բժիշկներն ասում էին, որ դա ընտրողական լռություն է, կորստի տրավմատիկ արձագանք։ Հոգեբաններ, թերապևտներ, ամեն տեսակի մասնագետներ շարանով անցան առանձնատնով։ Բոլորն իրենց տեսություններով, բոլորն իրենց մեթոդներով, բոլորը արդյունքներ խոստանալով։ Ոչինչ չօգնեց։ Սոնան պարզապես փակվեց իր աշխարհում, մի վայրում, որտեղ բառերն այլս գոյություն չունեին։ Տիգրանը հիշում էր այն սարսափելի օրերի յուրաքանչյուր մանրուք։ Լուսինեն միշտ ուժեղ էր, միշտ տան լույսն էր։ Երբ հիվանդացավ, ամիսներով թաքցնում էր ախտանշանները, չցանկանալով ոչ ոքի անհանգստացնել։ Երբ վերջապես համաձայնեց հիվանդանոց գնալ, արդեն շատ ուշ էր։ Բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին, բայց որոշ ճակատամարտերում պարզապես հնարավոր չէ հաղթել։ Նա հեռացավ աշնանային մի առավոտ, երբ դրսում տերաթափ էր, իսկ երկինքը կապարի պես մոխրագույն։ Սոնան դպրոցում էր։ Տիգրանը մինչ հիմա մտածում էր, արդյոք ճիշտ վարվեց, որ թույլ չտվեց նրան հրաժեշտ տալ։ Գուցե, եթե թույլ տար, աղջիկն այդքան բան իր մեջ չէր կրի։ Մեքենան սկսեց բարձրանալ ծառապատ փողոցով, որը տանում էր դեպի առանձնատուն։ Ծառերի սաղարթները ասֆալտի վրա կանաչ թունել էին կազմել։ Սա Վահագնի թաղամասի ամենաընտիր հատվածներից էր, որտեղ յուրաքանչյուր տուն փոքրիկ պալատ էր, իսկ անձնական կյանքի անձեռնխելիությունը երաշխավորված էր բարձր պարիսպներով ցուցադրական անվտանգությամբ։ Պետրոսյանների տունը հատկապես տպավորիչ էր, իր 3 հարկերով, ընդարձակ այգիներով, նեոդասական ճակատամասով, որը Լուսինեն անձամբ էր ընտրել։ Վարդան պապիկը մեքենան կայանեց ավտոտնակում ժամը 6:45-ին։ Տիգրանը նայեց ժամացույցին, խոժոռվեց։ Նա պետք է հասներ 7:15-ին։ Գյումրիից վերադարձի թռիչքն ավելի շուտ էր մեկնել, օգտվելով օդային երթեկության ավելի լավ պատուհանից։ Նա փորձել էր զգուշացնել, բայց զանգը չէր անցել։ Կարևոր չէ, մտածեց նա։ Տարբերություն չկար, հիմա կհասներ, թե կես ժամից։ Ամենօրյա ռեժիմը նույնը կլիներ։ Մտնել ծառայողական մուտքով, բարձրանալ սենյակ, փոխել հագուստը, մենակ ընթրել աշխատասենյակում, մինչ Սոնան կուտեր իր սենյակում, տիկին Անուշի զգոն հայացքի ներքո։ Տիկին Անուշ։ Ընտանիքի տնտեսվարուհին ավելի քան 1 տասնամյակ։
60 անց մի կին կանգուն կեցվածքով, մազերը ամուր հավաքած խոպոպի մեջ, մշտապես լուրջ արտահայտությամբ։ Նա ժայռի պես ամուր էր եղել դժվարին օրերին, ամեն ինչ կազմակերպելով, տունը բանուկ պահելով, Սոնային զինվորական արդյունավետությամբ խնամելով։ Տիգրանը գիտեր, որ պետք է երախտապարտ լիներ, բայց տիկին Անուշի մեջ մի բան կար, որ միշտ անհանգստացնում էր նրան։ Գուցե սառնությունն էր, այն ձև, որով նա արամարանքով էր վերաբերվում մյուս բոլոր աշխատակիցներին, այն ձև, որով կարծես դատում էր իր դստեր վերաբերյալ իր կայացրած յուրաքանչյուր որոշում։ Տիգրանը վերցրեց իր պայուսակը, շնորհակալություն հայտնեց Վարդան պապիկին, մտավ կողային դռնով, որն ուղիղ տանում էր դեպի նախասրահ։ Տունը, ինչպես միշտ, լուռ էր։ Հատակի բաց գույնի մարմարն արտացոլում էր բյուրեղյա ջահերի լույսը։ Թանկարժեք նկարները զարդարում էին պատերը։ Ամեն ինչ անթերի էր, ամեն ինչ իր տեղում, ամեն ինչ անկենդան։ Նա պայուսակը դրեց ֆրանսիական պահարանի վրա, սկսեց թուլացնել փողկապը։ Հենց այդ պահին նա լսեց դա. ծիծաղ, բյուրեղյա, մաքուր, բացարձակապես անշփոթելի։ Տիգրանը սառեց տեղում։ Սիրտը սկսեց բաբախել։ Մի պահ մտածեց, որ զառանցում է, որ հոգնածությունն ու սթրեսը վերջապես իրենց վնասն են հասցրել։ Բայց ոչ։ Ձայնը կրկին լսվեց, այս անգամ ավելի բարձր։ Մանկական քրքիջ, լի ուրախությամբ, որը հնչում էր տան խորքից։ Սոնան։ Ոտքերը շարժվեցին, նախքան ուղեղը կհասցներ լիովին ընկալել, թե ինչ է կատարվում։ Նա հատեց նախասրահը, անցավ հյուրասենյակով, շրջանցեց միջանցքը, որը տանում էր դեպի տան մասնավոր թ. Ձայնը գալիս էր խոհանոցից։ Տիգրանն արագացրեց քայլերը, սիրտն այնքան ուժգին էր բաբախում, որ լսում էր այն իր ականջներում։ Երբ հասավ խոհանոցի դռանը, արջի տեսարանը ստիպեց նրան քարանալ։ Սոնան նստած էր մի երիտասարդ աղջկա ուսերին, որին նա երբեք չէր տեսել։ Աղջիկը երկու ձեռքով բռնել էր օրիորդի շագանակագույն մազերից, անզուսպ ծիծաղելով, մինչ կինը դանդաղ պտտվում էր, չափազանցված շարժումներ անելով, կարծես ինքնաթիռ լիներ։ Մայրամուտի ոսկեգույն լույսը ներս էր լցվում լայն պատուհաններից, ամբողջ տեսարանը ողողելով գրեթե անիրական լուսավորությամբ։ Օրիորդը երիտասարդ էր, երի 20-ն անց կլիներ։ Նա հագել էր աշխատակցուհու պարզ համազգեստ, բայց նրա դեմքի մեջ մի բան կար, որ գրավում էր ուշադրությունը։ Դա ժպիտն էր։ Անկեղծ, բաց ժպիտ, որը լուսավորում էր ամբողջ դեմքը։ Նա երգ էր մրմնջում շարժվելիս, բոլորովին անտեղյակ իր ներկայությունից։ Եվ Սոնան։ Իր փոքրիկ Սոնան։ Աղջիկը, որ 2 տարի բառ չէր արտասանել։ Աղջիկը, որ օրերն անցկացնում էր լուռ մելամաղձության մեջ, որ հազիվ էր արձագանքում խթաններին, որ ապրում էր տխրության անթափանց պղպջակի մեջ։ Ահա նա, ծիծաղում էր, կարծես երբեք չէր դադարել, կարծես վերջին 2 տարիները ընդամենը հեռավոր մղձավանջ լինեին։ Ավելի բարձր, ինքնաթիռ, ավելի բարձր, գոռում էր Սոնան, նրա սուր ձայնը օդը կտրում էր վաղուց մոռացված երաժշտության պես։ Տիգրանը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա հենվեց դռան շրջանակին։ Հակասական զգացմունքների ալիքը հարվածեց նրան ցունամիի պես։ Թեթացում, ուրախություն, շփոթություն և էլի մի բան։ Մի մութ ու ներքին զգացում, որը նա չկարողացավ անմիջապես անվանել։ Երիտասարդ աղջիկը վերջապես նկատեց նրա ներկայությունը։ Նա դանդաղ շրջվեց, ժպիտը դեռ դեմքին, բայց սկսեց մարել, երբ տեսավ նրա արտահայտությունը։ Նրա մեծ, շագանակագույն աչքերը մի փոքր լայնացան։ Բարի երեկո, պարոն, ասաց նա, ձայնը հանգիստ, բայց մի փոքր լարվածությամբ։ Ձեզ այսքան շուտ չէինք սպասում։ Տիգրանը չպատասխանեց։ Նրա հայացքը գամված էր Սոնային։ Աղջիկը նույնպես տեսել էր նրան։ Նրա դեմքը փոխվեց։ Ուրախությունը տեղի տվեց մի բանի, որը վախի էր նման։ Նա ավելի ամուր կառչեց օրիորդի մազերից։ Հենց այդ ժամանակ Տիգրանի ներսի մութ զգացումը ու անուն ստացավ։ Խանդ։ Ոչ թե սովորական խանդ, այլ ավելի խորը մի բան։ Նախանձ։ Վրդովմունք։ Այդ կինը միանգամայն անծանոթ օրերի, գուցե շաբաթների ընթացքում հասել էր նրան, ինչն իրեն չէր հաջողվել 2 տարում։ Նա իր դստերը վերադարձրել էր կյանք։ Եվ Սոնան, իր սեփական դուստրը, կարծես ավելի հարմարավետ էր զգում այդ անծանոթուհու գրկում, քան երբեք զգացել էր իր գրկում։ Դու ո՞վ ես, հարցրեց նա, ձայնն ավելի կոպիտ հնչեց, քան մտադրվել էր։ Մարինեն եմ, պարոն։
Մարինե Սարգսյան։ 3 շաբաթ առաջ եմ աշխատանքի ընդունվել խոհանոցում մաքրության գործերում օգնելու համար։ 3 շաբաթ։ Տիգրանը ճնշում զգաց կրծքում։ 3 շաբաթ նա արդեն հասցրել էր կոտրել այն պատնեշը, որն ինքը իր սեփական հայրը չէր կարողացել կոտրել 2 տարում։ Իսկ ինչու է իմ դուստրը քո ուսերին, շարունակեց նա, յուրաքանչյուր բառ լցված լարվածությամբ, որը հազիվ էր կարողանում զսպել։ Մարինեն վարանեց։ Թխվածքաբլիթներ էինք պատրաստում, պարոն։ Ուզում էր հասնել վերի դարակի բանկաներին։ Ես ուղղակի ինչ, ընդհատեց նա մի քայլ անելով դեպի խոհանոց։ Որոշեցիր, որ տեղին է իմ դստերն օգտագործել, կարծես խաղալիք լինի։ Ոչ, պարոն, ես երբեք, սկսեց Մարինեն, դեմքը գունատվելով։ Պապ, ոչ, Սոնայի ձայնը կայծակի պես կտրեց օդը։ Տիգրանը նորից սառեց։ Պապ։ Նա իրեն պապ էր անվանել։ Այդքան երկար լռությունից հետո, տարիներ անց իրեն ուղված առաջին բառը աղաչանք էր։ Աղաչանք, ուրիշին պաշտպանելու համար։ Նրա ներսում մի բան կոտրվեց։ Անբացատրելի զայրույթը, որը սնվում էր ամիսների հիասթափությունից, անզորությունից, անքուն գիշերներից, երբ մտածում էր, թե ինչ է սխալ արել, հրաբխի պես պայթեց։ Իջեցրու իմ դստերը քո ուսերից հենց հիմա, հրամայեց նա, ձայն արձագանքելով խոհանոցի սալիկապատ պատերին։ Մարինեն անմիջապես հնազանդվեց, զգուշորեն կռանալով, որպեսզի Սոնային իջեցնի հատակին։ Բայց աղջիկը նրան բաց չթողեց։ Նա կառչեց օրիորդի վզից, ոտքերը փաթաթելով նրա գոտկատեղին, դեմքը թաղելով նրա ուսին։ Ոչ, պապ, նրան մի վռնդիր, տնքաց Սոնան, ձայնը խուլ, բայց հստակ լսելի։ Յուրաքանչյուր բառ դանակի հարված էր Տիգրանի սրտին։ Իր դուստրը խոսում էր։ Նա իսկապես խոսում էր։ Բայց նա իր հետ չէր խոսում։ Նա խոսում էր ուրիշի պատճառով։ Ուրիշին պաշտպանելու համար։ Սոնա, արի այստեղ, նա մեկնեց ձեռքերը, փորձելով զսպել սեփական ձայնի դողը։ Ոչ, աղջիկն ավելի ամուր գրկեց Մարինեին։ Հենց այդ պահին տիկին Անուշը մտավ խոհանոց։ Նրա ներկայությունը սառը օդի հոսանքի պես էր։ Նա մի ակնթարթում գնահատեց իրավիճակը, նրա փոքրիկ, սուր աչքերից ոչ մի մանրուք չվրիպեց։ Պարոն Պետրոսյան, ասաց նա, ձայնը կտրուկ։ Ինչ լավ է, որ եկաք։ Պատրաստվում էի ձեզ հետ խոսել այս իրավիճակի մասին, հենց որ հնարավոր լիներ։ Ինչ իրավիճակի, Տիգրանը շրջվեց դեպի նա, երախտապարտ ընդհատման համար, բայց նա զայրացած։ Տիկին Անուշը քայլեց մինչ կանգնեց նրա կողքին, ձեռքերը խաչած մարմնի առջ, մի կեցվածքով, որը հավասարապես հեղինակություն դժգոհություն էր հաղորդում։ Այս աղջիկը, նա արամարական ժեստ արեց դեպի Մարինեն, բոլորովին անպատշաճ է իրեն պահել փոքրիկ Սոնայի հետ։ Ես նրան բազմիցս զգուշացրել եմ, որ պետք է հեռավորություն պահպանի, որ չպետք է փորձի այսպիսի կապեր ստեղծել, բայց նա համառորեն չի ենթարկվում։ Ես ուղղակի խաղում էի նրա հետ, բողոքեց Մարինեն, ձայնը թեթակի դողալով։ Նա այնքան տխուր տեսք ուներ, ես ուղղակի ուզում էի։ Ձեզ խաղալու համար չեմ վարձել, սառնորեն ընդհատեց նրան տիկին Անուշը։ Ձեզ վարձել են մաքրելու եփելու համար։ Ուրիշ ոչինչ։ Բայց նա ծիծաղում է, Մարինեն մատնանշեց ակնհայտը, աչքերը փայլելով հիասթափության վճռականության խառնուրդից։ Նա երջանիկ է։ Մի՞թե դա չէ կարորը։ Կարորն այն է, տիկին Անուշը մի քայլ առաջ արեց, որ դու քո սահմաններն անցնում ես։ Փոքրիկ Սոնան իմ խնամքի տակ է։ Միշտ եղել է։ Եվ ես կարիք չունեմ, որ ինչ-որ մի աշխատող աղջիկ իրավիճակի հերոսուհի դառնա։ Տիգրանը հետում էր երկու կանանց միջ տեղի ունեցող խոսակցությանը, միտքը փորձում էր մարսել այն ամենը, ինչ կատարվում էր։ Արդյոք տիկին Անուշը ճիշտ էր։ Արդյոք Մարինեն փորձում էր շահարկել իրավիճակը։ Թե հակառակը։ Արդյոք այնտեղ ավելին կար, քան ինքը տեսնում էր։ Սոնա, կրկին ասաց նա, այս անգամ ավելի վճռական։ Արի հայրիկի մոտ։ Աղջիկը վերջապես բարձրացրեց դեմքը Մարինեի ուսից։ Նրա աչքերը լի էին արցունքներով։ Նա նայեց հորը, այդ հայացքում Տիգրանը մի բան տեսավ, որը ցնցեց նրան մինչ հոգու խորքը։ Վախ։ Իր դուստրը վախենում էր իրենից։ Խնդրում եմ, Մարինեին մի վռնդիր, շշնջաց Սոնան։ Ոչ ոք ոչ մի տեղ չի գնում, ինքնաբերաբար պատասխանեց Տիգրանը, թե վստահ չէր, որ դա ճիշտ է։ Տիկին Անուշը բարձրաձայն հազաց։
Ամենայն հարգանքով, պարոն, կարծում եմ պետք է վերանայեք այս աղջկա տանը մնալու հարցը։ Նա ակնհայտորեն չի հասկանում պատշաճ սահմանները։ Մարինեն բացեց բերանը բողոքելու, բայց Տիգրանը բարձրացրեց ձեռքը, լռեցնելով բոլորին։ Գլուխը ցավում էր։ Օրը երկար էր եղել, ճանապարհը հոգնեցուցիչ, հիմա էլ սա։ Այն ամենը, ինչ նա ուզում էր, լռությունն էր։ Խաղաղությունը։ Բայց խաղաղությունը վաղուց լքել էր այդ տունը։ Բոլոր ձեր տեղերը, հրամայեց նա։ Մարինե, վերադարձիր աշխատանքիդ։ Տիկին Անուշ, մենք պետք է խոսենք։ Սոնա, նա կրացավ, հասնելով դստեր հասակին, դու կընտրես, հետո կգնաս քնելու։ Վաղը կխոսենք։ Բայց, պապ, սկսեց Սոնան։ Առանց բայցերի, ընդհատեց նա, ավելի կտրուկ, քան մտադրվել էր։ Աղջիկը հետ քաշվեց, կարծես ապտակ ստացած լիներ։ Նրա արցունքները սկսեցին լուր հոսել։ Մարինեն բնազդաբար մի քայլ առաջ արեց, կարծես պատրաստվում էր մխիթարել աղջկան, բայց տիկին Անուշը ուժգին բռնեց նրա թից։ Դու արդեն բավական արեցիր, շնջաց տնտեսվարուհին։ Մարինեն կտրուկ պոկվեց, բայց նորից չմոտեցավ Սոնային։ Փոխարենը նա նայեց Տիգրանին մի արտահայտությամբ, որը խառնում էր հիասթափությունն ու մի բան, որը կարծես խղճահարություն լիներ։ Խղճահարություն իր հանդեպ։ Ներողություն, պարոն, ասաց նա ցածր ձայնով, արագ քայլերով դուրս եկավ խոհանոցից։ Սոնան բարձր լաց եղավ, վազեց նրա հետից։ Տիկին Անուշը հեշտությամբ կանգնեցրեց նրան, աղջկան գրկելով, չնայած նրա բողոքներին։ Աղջիկը ոտքերով հարվածում էր, գոռում, բազմիցս կանչում Մարինեին, բայց տնտեսվարուհին ամուր բռնեց նրան, դուրս եկավ խոհանոցից, տանելով նրան իր սենյակի ուղղությամբ։ Տիգրանը մնաց մենակ խոհանոցում։ Լռությունը, որ միշտ բնակվում էր այդ տանը, նորից պարուրեց նրան ծանր վերմակի պես։ Բայց հիմա այլ էր։ Հիմա նա գիտեր, որ լռությունն անխուսափելի չէր։ Իր դուստրը կարող էր խոսել։ Կարող էր ծիծաղել։ Կարող էր երջանիկ լինել։ Ուղղակի ոչ իր հետ։ Նա մոտեցավ սեղանին, որտեղ թխվածքաբլիթի խմորի մնացորդներ ձանմուշներ էին ցրված։ Վերցրեց ձանմուշներից մեկը։ Այն աստղի տեսք ուներ։ Լուսինեն Սոնայի հետ թխվածքաբլիթներ էր պատրաստում։ Դա նրանց ավանդույթն էր շաբաթ առավոտյան։ Նա երբեք չէր մասնակցում, միշտ չափազանց զբաղված էր աշխատանքով։ Տիգրանը ձանմուշը հետ դրեց սեղանին, դուրս եկավ խոհանոցից։ Բարձրացավ աստիճաններով դեպի Սոնայի սենյակը։ Ներսից լսում էր աղջկա լացը։ Կանգնեց դռան դիմաց, ձեռքը բռնակի վրա, բայց չկարողացավ բացել։ Ինչ կասեր։ Ինչպես կբացատրեր։ Ինչպես կհասկացներ իր սեփական դստերը, որ փորձում է պաշտպանել նրան, թե նա դա այդպես չի տեսնում։ Ներսից լսեց տիկին Անուշի ձայնը, վճռական զուսպ, որը Սոնային ասում էր դադարեցնել դրաման, որ պետք է ուտի իրեն լավ պահի։ Այդ ձայնի մեջ քնքշություն չկար։ Չկար այն ջերմությունը, որը լսել էր Մարինեի ձայնում։ Տիգրանը հեռացավ դռնից, գնաց իր սենյակ։ Փակվեց այնտեղ, ուղիղ գնաց դեպի հանդերձարան։ Խորքում մի տուփի մեջ, որը հազվադեպ էր բացում, Լուսինեի լուսանկարներն էին։ Վերցրեց մեկը, որտեղ նա հղի էր Սոնայով, ժպտում էր տեսախցիկին այն ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած վայր։ Ինչ անեմ, լուս, շնջաց նա լուսանկարին։ Ինչ անեմ, որ մեր աղջկան հետ բերեմ։ Լուսանկարը, իհարկե, չպատասխանեց։ Բայց մինչ Տիգրանը նայում էր այդ սիրելի դեմքին, նրա մտքում մի համոզմունք սկսեց ձևավորվել։ Մի բան այն չէր։ Իր սեփական տանը մի բան էր կատարվում, որը նա չէր տեսնում։ Եվ նա պետք է պարզեր, թե ինչ։ Ավելի ուշ, այդ գիշեր, ընթրիքից հետո, որին հազիվ էր կպել, Տիգրանը գնաց իր աշխատասենյակ։ Դա երկրորդ հարկի ընդարձակ սենյակ էր, կարմրափայտի դարակներով, որոնք լի էին գրքերով, որոնք նա երբեք կարդալու ժամանակ չէր ունեցել, տպավորիչ գրասեղանով, անկյունում, անվտանգության համակարգով, որը վերահսկում էր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Տեսախցիկները տեղադրվել էին Լուսինեի հիվանդանալուց հետո։ Դա անվտանգության միջոց էր, ասացին։ Սոնային պաշտպանելու համար։ Տիգրանը հազվադեպ էր նայում ձայնագրությունները։ Նա վստահում էր տիկին Անուշին, որ ամեն ինչ վերահսկողության տակ կպահի։ Բայց հիմա, նա միացրեց համակարգը, սկսեց հետ տալ ձայնագրությունները։ Սկսեց այդ երեկոյից, բայց շուտով հասկացավ, որ պետք է ավելին տեսնի։ Հետ տվեց օրեր, շաբաթներ։
Եվ այն, ինչ տեսավ, սառեցրեց նրան։ Մարինեն իսկապես խաղում էր Սոնայի հետ։ Բայց դա միայն դա չէր։ Նա զրուցում էր աղջկա հետ, նրա համար հեքիաթներ էր կարդում, նրա հետ նկարում էր։ Եվ Սոնան արձագանքում էր։ Ոչ բառերով, սկզբում։ Բայց ամաչկոտ ժպիտներով, գլխի շարժումներով, աչքերի մեջ մի լույսով, որը Տիգրանը վաղուց չէր տեսել։ Իսկ տիկին Անուշը։ Կադրերը ցույց տվեցին մեկ այլ իրականություն։ Նա անտարբերությամբ էր վերաբերվում Սոնային, երբ մոտակայքում ոչ ոք չկար։ Նա կոպիտ էր խոսում աղջկա հետ, նախատելով նրան չնչին սխալների համար։ Ձայնագրություններից մեկում Տիգրանը տեսավ, թե ինչպես է տիկին Անուշը դաժանորեն խլում խաղալիքը Սոնայի ձեռքից, ասելով, որ չխոսող աղջիկները խաղալու արժանի չեն։ Բայց ավելին կար։ Շատ ավելին։ Եվ այն, ինչ Տիգրանը հայտնաբերեց հաջորդ ժամերին, կփոխեր ամեն ինչ։ 3 օր առաջվա ձայնագրություններից մեկում նա տեսավ, թե ինչպես է տիկին Անուշը մտնում Լուսինեի սենյակ։ Սենյակը կնքված էր նրա մահից հետո։ Տիգրանը քաջություն չուներ այնտեղ մտնելու։ Դա սրբավայրի պես էր։ Տնտեսվարուհին նայեց կողքերը, համոզվելով, որ մենակ է, հետո բացեց պահարանի գզրոցներից մեկը։ Այնտեղից հանեց մի փոքրիկ տուփ։ Տիգրանն անմիջապես ճանաչեց այն։ Դա զարդատուփն էր, որը նա նվիրել էր Լուսինեին իրենց ամուսնության առաջին տարեդարձին։ Ներսում ադամանդե վզնոց կար, եզակի նմուշ, որը գնահատվում էր ավելի քան 20 միլիոն դրամ։ Տիկին Անուշը բացեց տուփը, վերցրեց վզնոցը, զննեց այն լույսի տակ, ապա դրեց իր գրպանը։ Հետո հաշվարկված շարժումներով վերցրեց գզրոցում եղած մի քանի թաշկինակ դրեց տուփի մեջ, ծավալ տալու համար։ Փակեց ամեն ինչ հետ դրեց իր տեղը։ Տիգրանը 3 անգամ դիտեց տեսարանը, համոզվելու համար, թե ինչ է տեսնում։ Տիկին Անուշը գողացել էր վզնոցը։ Եվ դա ամենը չէր։ Շարունակելով ձայնագրությունները, նա գտավ մեկ այլ տեսարան, 2 օր առաջվա։ Մարինեն լվացքատանն էր, հագուստ էր ծալում։ Տիկին Անուշը մտավ մի պայուսակով։ Տեսախցիկներից հնարավոր չէր տեսնել, թե ինչ կար ներսում, բայց 2 կանանց մարմնի լեզուն պատմում էր պատմությունը։ Տիկին Անուշը Մարինեին ինչ-որ բանում էր մեղադրում։ Աղջիկը կտրականապես հերքում էր, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Տնտեսվարուհին նրան ցույց էր տալիս մի բան, որը պայուսակի մեջ էր։ Մարինեն ծնկի իջավ, դեռ հերքելով։ Տիկին Անուշը սպառնում էր նրան մատով, բերանը շարժվում էր բառերով, որոնք Տիգրանը չէր կարող լսել, բայց որոնք ակնհայտորեն դաժան էին։ Հետո տիկին Անուշը դուրս եկավ լվացքատնից, տանելով պայուսակը։ Մարինեն մնաց հատակին, լաց լինելով։ Տիգրանը պետք է իմանար, թե ինչ կար այդ պայուսակում։ Նա առաջ տվեց ձայնագրությունները, հետելով տիկին Անուշի շարժումներին։ Նա գնաց մինչ Մարինեի սենյակ, մտավ առանց թակելու պայուսակը, թաքցրեց աղջկա պահարանի մեջ։ Հետո դուրս եկավ դեմքին գոհունակության ժպիտով։ Թակարդը լարված էր։ Տիկին Անուշը գողացել էր վզնոցը, ծրագրում էր մեղադրել Մարինեին այդպիսով ազատվել նրանից։ Հարցն այն էր, թե ինչու։ Ինչ սպառնալիք էր ներկայացնում Մարինեն տնտեսվարուհու համար։ Պատասխանը եկավ, երբ Տիգրանն էլ ավելի հետ տվեց ձայնագրությունները։ Նա գտավ գրեթե 1 ամիս առաջվա տեսարան։ Տիկին Անուշն իր աշխատասենյակում էր, նույն այնտեղ, որտեղ հիմա ինքն էր։ Նա հեռախոսով էր խոսում։ Տիգրանը ձայնը բարձրացրեց մինչ վերջ, բայց նույնիսկ այդպես հազիվ էր լսում։ Նա ակտիվացրեց համակարգի ավտոմատ ենթագրերի գործառույթը։ Բառերը սկսեցին հայտնվել էկրանին։ Պետք է հասկանաս, ասում էր տիկին Անուշը հեռախոսով։ Եթե այդ աղջիկը նորից խոսի, եթե ապաքինվի, ես նրան այլս պետք չեմ լինի։ Ես կկորցնեմ այն ամենը, ինչ կառուցել եմ այստեղ։ Այս տունը, այս աշխատանքը, սա այն ամենն է, ինչ ես ունեմ։ Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մի աշխատող աղջիկ փչացնի սա։ Դադար եղավ, մինչ մյուս կողմի մարդը խոսում էր։ Ոչ, նա խելացի է։ Պետք է զգույշ լինեմ։ Բայց ես միջոցը կգտնեմ։ Միշտ գտնում եմ։ Տիգրանն անջատեց ձայնագրությունը։ Ձեռքերը դողում էին։ Այն զայրույթը, որը նա զգացել էր ավելի վաղ, ոչինչ էր այն զգացումի համեմատ, որը զգում էր հիմա։ Տիկին Անուշը չէր խնամում Սոնային։ Նա խափանում էր նրա ապաքինումը։ Եվ այդ ամենը աշխատանքը, կարգավիճակը, այդ տանն ունեցած իշխանության դիրքը կորցնելու վախից։
Նա նայեց ժամացույցին։ Գրեթե կեսգիշեր էր։ Ամբողջ տունը քնած էր։ Բայց Տիգրանը գիտեր, որ չի կարողանա քնել, մինչ չլուծի այս հարցը։ Նա պահպանեց ամենակարևոր ձայնագրությունները ֆլեշ գրիչի վրա, անջատեց համակարգը, դուրս եկավ աշխատասենյակից։ Նա նախ կանգնեց Սոնայի սենյակի դիմաց։ Դանդաղ բացեց դուռը։ Աղջիկը քնած էր կուչ եկած, դեմքը դեռ արցունքներից նշմարելի։ Մահճակալի կողքին, հատակին, մի նկար կար։ Տիգրանը վերցրեց այն, տարավ միջանցքի լույսի տակ։ Դա 3 մարդու նկար էր։ Մեկը մեծ, մեկը միջին, մեկը փոքր։ Բոլորը ձեռք-ձեռքի տված, բոլորը ժպտում էին։ Ներքում 5 տարեկան աղջկա անվստահ ձեռագրով գրված էր. Ես, Մարինեն ու պապան։ Տիգրանը զգաց, որ արցունքներն այրում են աչքերը։ Իր դուստրն ընտանիք էր ուզում։ Սեր էր ուզում։ Ուզում էր մեկին, ով կխաղար իր հետ, ով կստիպեր իրեն ծիծաղել, ով իրեն կվերաբերվեր որպես երեխայի, այլ ոչ թե որպես կոտրված նախագծի, որը պետք է վերանորոգվի։ Նա զգուշորեն ծալեց նկարը, դրեց գրպանը։ Հետո գնաց դեպի տիկին Անուշի սենյակ։ Ուժգին թակեց դուռը։ 1, 2, 3 անգամ։ Ներսից շարժում լսեց, մոտեցող քայլեր։ Դուռը բացվեց, հայտնվեց տիկին Անուշը, հագին մուգ խալաթ, մազերն արձակված, առաջին անգամ, որ նա տեսնում էր, արտահայտությունը զայրացած։ Պարոն Պետրոսյան, գրեթե կեսգիշեր է։ Ինչ։ Մենք պետք է խոսենք, ընդհատեց Տիգրանը։ Հիմա։ Ինչի։ Մասին, հարցրեց նա, բայց նրա ձայնի մեջ մի բան կար։ Մի լարվածություն, որը փորձում էր թաքցնել։ Ադամանդե վզնոցի մասին։ Խորհրդավոր պայուսակի մասին։ Հեռախոսազրույցների մասին։ Այն ամենի մասին, ինչ դու արել ես իմ թիկունքում։ Տիգրանը տեսավ, թե ինչպես փոխվեց նրա դեմքը։ Հեղինակության դիմակը, որը նա միշտ կրում էր, սկսեց ճաքչքել։ Նրա աչքերը մի փոքր լայնացան, բերանը բացվեց, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Իմ աշխատասենյակ, հրամայեց նա։ 5 րոպեից։ Եվ խորհուրդ եմ տալիս շատ լավ մտածել, թե ինչ ես ասելու։ Նա շրջվեց, իջավ աստիճաններով, չսպասելով պատասխանի։ Նրա քայլերն արձագանքում էին մարմարի վրա։ 2 տարվա մեջ առաջին անգամ Տիգրան Պետրոսյանը զգում էր, որ իրավիճակը վերահսկում է։ Եվ այս անգամ նա թույլ չէր տա, որ որևէ մեկը նորից վնասի իր դստերը։ Բախումը սկսվելու էր։ Եվ ճշմարտությունը ամբողջությամբ դուրս էր գալու լույս աշխարհ։ Տիգրանը միացրեց միայն աշխատասենյակի սեղանի լամպը, ստեղծելով հարցաքննության մթնոլորտ։ Նա ֆլեշ գրիչը միացրեց համակարգչին, սպասեց, մատները թեթակի թմբկահարելով կարմրափայտի մակերեսին։ Յուրաքանչյուր վայրկյանը հավերժություն էր թվում։ Պատուհանից նա տեսնում էր Վահագնի թաղամասի լույսերը, որոնք թարթում էին հեռվում, յուրաքանչյուրը ներկայացնելով մի կյանք, մի ընտանիք, խնդիրներ ու ուրախություններ, որոնց մասին նա երբեք չէր իմանա։ Բայց հիմա, երկար ժամանակ անց առաջին անգամ, նա լիովին կենտրոնացած էր իր սեփական տան, իր սեփական ընտանիքի վրա։ Դուռը բացվեց, տիկին Անուշը ներս մտավ։ Նա իրեն կարգի էր բերել, մազերը նորից հավաքված էին անթերի խոպոպի մեջ, խալաթը փոխարինվել էր պաշտոնական հագուստով։ Կարծես ճակատամարտի էր պատրաստվում։ Նա զգուշորեն փակեց դուռը, իր հետից քայլեց, մինչ կանգնեց գրասեղանի դիմաց, ձեռքերը խաչած մարմնի առջ այն կեցվածքով, որը Տիգրանն արդեն այնքան լավ գիտեր։ Պարոն Պետրոսյան, սկսեց նա, ձայնը զուսպ, բայց մի լարվածությամբ, որը չէր կարողանում լիովին թաքցնել։ Դուք ինձ վախեցրիք, այդպես դուռը թակելով։ Եթե մի բան կա, որ արել եմ ձեզ դուր չգալու համար, խնդրում եմ հստակ ասեք, որպեսզի կարողանամ ուղղել։ Տիգրանը հենվեց աթոռին, ուսումնասիրելով նրա դեմքը։ Տիկին Անուշը միշտ լավ էր կարողանում պահպանել ինքնատիրապետումը։ Նույնիսկ հիմա, երբ ամեն ինչ փլուզվում էր իր շուրջը, նա փորձում էր պահպանել վերահսկողությունը։ Քանի տարի, հանկարծ հարցրեց նա։ Նա թարթեց, շփոթված։ Ներողություն։ Քանի տարի ես աշխատում ինձ մոտ, տիկին Անուշ։ 12 տարի, պարոն։ Այն օրվանից, երբ դուք տիկին Լուսինեն տեղափոխվեցիք այս տուն։ 12 տարի, կրկնեց Տիգրանը, դանդաղ գլխով անելով։ 12 տարվա վստահություն։ 12 տարի, որոնց ընթացքում ես քեզ թույլ տվեցի խնամել իմ տունը, իմ ընտանիքը։
12 տարի, որոնց ընթացքում ես երբեք չկասկածեցի քո որոշումներին կամ մեթոդներին։ Տիկին Անուշը լուռ մնաց, բայց նրա աչքերը մի փոքր կկոցվեցին։ Նա գիտեր, որ ինչ-որ բան սպասվում է, բայց դեռ հստակ չգիտեր, թե ինչ։ Եվ այդ 12 տարիների ընթացքում, շարունակեց Տիգրանը, համակարգչի էկրանը շրջելով, որպեսզի նա կարողանա տեսնել, դու մտածեցի՞ր, որ երբեք չեմ իմանա։ Էկրանին սառեցված նրա պատկերն էր, մտնում էր Լուսինեի սենյակ, զարդատուփը ձեռքին։ Գույնը կորավ տիկին Անուշի դեմքից։ Նրա ձեռքերը, որոնք նախկինում ամուր խաչված էին, սկսեցին դողալ։ Պարոն, ես կարող եմ բացատրել, սկսեց նա, ձայնը դավաճանելով։ Կարող ես, Տիգրանը սեղմեց play կոճակը։ Ապա բացատրիր սա։ Նրանք լուռ դիտեցին, թե ինչպես է տեսարանը զարգանում էկրանին։ Տիկին Անուշը բացում է գզրոցը, վերցնում վզնոցը, թաքցնում գրպանում։ Երբ ավարտվեց, Տիգրանը նորից դադար տվեց, կրկին նայեց նրան։ 20 միլիոն դրամ, հանգիստ ասաց նա։ Վզնոցը 20 միլիոն դրամ արժեր։ Դա ուղղակի թանկարժեք զարդ չէր, տիկին Անուշ։ Դա նվեր էր, որը ես տվել էի կնոջս։ Այն զգացմունքային արժեք ուներ։ Դա միակ ֆիզիկական բանն էր, որ մնացել էր ինձ այդ երջանիկ պահից։ Ես պատրաստվում էի վերադարձնել, արագ ասաց նա, հուսահատված։ Ես ուղղակի պարտքով էի վերցրել, փողի կարիք ունեի, քույրս հիվանդ է։ Սուտ է, կտրեց Տիգրանը, նրա ձայնը մտրակի պես։ Նա սեղմեց մեկ այլ ֆայլի վրա։ Դու պարտքով չես վերցրել։ Դու գողացել ես։ Եվ հետո փորձել ես մեղադրել ուրիշին։ Նոր ձայնագրությունը սկսեց նվագարկվել։ Տիկին Անուշը լվացքատանը մեղադրում է Մարինեին, պայուսակը դնում երիտասարդ աղջկա պահարանում։ Տնտեսվարուհին ընկավ գրասեղանի դիմացի աթոռին, դեմքը ձեռքերի մեջ։ Նրա ամբողջ հեղինակավոր կեցվածքն անհետացել էր, փոխարինվելով ավելի փոքր, ավելի խղճուկ մի բանով։ Բայց սպասիր, ասաց Տիգրանը սառը դաժանությամբ, որը ինքն էլ չգիտեր, որ ունի։ Էլի կա։ Նա միացրեց վերջին ձայնագրությունը։ Հեռախոսազրույցը։ Բառերը հայտնվում էին ենթագրերով էկրանին։ Պետք է հասկանաս։ Եթե այդ աղջիկը նորից խոսի, եթե ապաքինվի, ես նրան այլս պետք չեմ լինի։ Տիկին Անուշը հեկեկաց։ Դա բարձր, հուսահատ ձայն էր։ Նա նայեց Տիգրանին աղաչող աչքերով։ Պարոն, խնդրում եմ, ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Ես վախենում էի, ես։ Վախենում էիր, Տիգրանի ձայնը պայթեց, արձագանքելով աշխատասենյակի պատերին։ Դու խափանում էիր իմ դստեր ապաքինումը, որովհետև վախենում էիր կորցնել աշխատանքդ։ Դա միայն աշխատանքը չէ, գոռաց նա ի պատասխան, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Դա իմ ամբողջ կյանքն է։ Ես այլս ոչինչ չունեմ, պարոն Պետրոսյան։ Ես ընտանիք չունեմ, սեփական տուն չունեմ, ոչ ոք չունեմ։ Այս առանձնատունն այն ամենն է, ինչ ես գիտեմ։ Տիկին Լուսինեի մահից հետո մտածեցի, որ գոնե Սոնան իմ կարիքը կունենա։ Բայց հետո եկավ այդ աղջիկը, մի քանի շաբաթում հասավ նրան, ինչին ես չէի հասել տարիներով։ Նա ստիպեց Սոնային ծիծաղել։ Ստիպեց նրան խոսել։ Եվ ես հասկացա, որ եթե նա շարունակի, ես այլս անհրաժեշտ չեմ լինի։ Ուրեմն դու որոշեցիր ոչնչացնել 5 տարեկան երեխայի երջանկությունը, քո սեփական հարմարավետությունը պաշտպանելու համար, Տիգրանը վեր կացավ, ձեռքերը հենած գրասեղանին։ Դու իմ դստերը վերաբերվում էի սառնությամբ, անտարբերությամբ, դեռ համարձակություն ունեցար գալ ինձ մոտ, մեղադրելով Մարինեին չարագործ լինելու մեջ։ Ես չգիտեի ինչ անել, բացահայտ լաց էր լինում տիկին Անուշը։ Ես խուճապի մատնվեցի։ Երբ տեսավ, թե ինչպես Սոնան կապվեց Մարինեի հետ, երբ տեսա, որ նա նորից նորմալ երեխա է դառնում, ես իմացա, որ իմ օրերն այստեղ հաշված են։ Այդ ժամանակ մտածեցի, որ եթե Մարինեն գնա, ամեն ինչ կվերադառնա իր հունին։ Սոնան նորից կընդուներ ինձ որպես միակ մայրական կերպար, որն ուներ։ Բայց դու մայրական կերպար չես, ասաց Տիգրանը, յուրաքանչյուր բառ լցված արամարանքով։ Դու աշխատող ես։ Եվ նույնիսկ դա չկարողացար լինել ազնվորեն։ Տիկին Անուշը բարձրացրեց դեմքը, արցունքները դեռ հոսում էին։ Ինչ եք անելու։ Ինչ եմ անելու, Տիգրանը առանց հումորի ծիծաղեց։ Ես քեզ կասեմ, թե ինչ չեմ անելու։ Ես ոստիկանություն չեմ զանգի, թե պետք է։ Ես քեզ գողության համար դատի չեմ տա, թե լիիրավ իրավունք ունեմ։ Գիտես ինչու։
Որովհետ իմ դուստրն արդեն բավական տառապել է։ Ես չեմ ուզում, որ նա ավելի շատ սկանդալներ, ավելի շատ դրամա, ավելի շատ ցավ տեսնի։ Այնպես որ ես քեզ մի հնարավորություն կտամ, որին դու արժանի չես։ Նա բացեց գզրոցը, հանեց մի հաստ ծրար։ Ներսում փող կար, ավելի շատ, քան տիկին Անուշը հավանաբար տեսնում էր ամիսների ընթացքում։ Վաղը առավոտյան, ամենաառաջինը, դու կհավաքես քո իրերը, կհեռանաս այս տնից։ Ես քեզ կտամ 3 ամսվա աշխատավարձ, որպես վերջնահաշվարկ, ավելին, քան դու արժանի ես։ Դու կվերադարձնես վզնոցը, որը գիտեմ, որ դեռ թաքցրած է քո սենյակում։ Եվ դու կանհետանաս մեր կյանքից։ Եթե մի օր ես քեզ նորից տեսնեմ Սոնայի մոտ, այս տան մոտ կամ այս ընտանիքի որե անդամի մոտ, ես չեմ վարանի այս բոլոր ձայնագրությունները տանել իշխանություններին։ Հասկանալի՞։ Տիկին Անուշը դողացող ձեռքերով վերցրեց ծրարը։ Նա նայեց Տիգրանին, հետո փողին, նորից նրան։ Ես երբեք չեմ ուզեցել վնասել երեխային, շշնջաց նա։ Ես ուղղակի ուզում էի, որ նա իմ կարիքն ունենա։ Բայց նա քո կարիքը չունի, ասաց Տիգրանը մի վերջնականությամբ, որը վիճաբանության տեղ չէր թողնում։ Նա սիրո կարիք ունի։ Քնքշության։ Մեկի, ով իրեն կվերաբերվի որպես երեխայի, ոչ թե որպես բեռի։ Եվ դու երբեք ունակ չեղար դա նրան տալու։ Տիկին Անուշը դանդաղ վեր կացավ, ծրարը դեռ ձեռքերում։ Նրա աչքերը վերջին անգամ սահեցին աշխատասենյակով, կարծես հրաժեշտ էր տալիս։ Իսկ Մարինեն։ Նա կմնա։ Դա քո գործը չէ, ծառնորեն պատասխանեց Տիգրանը։ Բայց եթե քեզ իսկապես քեզնից բացի ուրիշ բան էլ է հետաքրքրում, դու կցանկանաս, որ այո։ Տնտեսվարուհին լուռ գլխով արեց շարժվեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ նա վերջին անգամ շրջվեց։ Պարոն Պետրոսյան, եթե սա ինչ-որ բան կփոխի, ես ցավում եմ։ Իսկապես ցավում եմ։ Տիգրանը չպատասխանեց։ Նա պարզապես շրջեց դեմքը, նայելով պատուհանից դուրս։ Լսեց, թե ինչպես դուռը մեղմ փակվեց, հետո նորից մնաց մենակ։ Զայրույթը, որը նրան պահել էր բախման ընթացքում, սկսեց ցրվել, իր տեղը թողնելով խորը հոգնածության։ Նա նայեց ժամացույցին։ Գիշերվա 1:30։ Մի քանի ժամից Արը դուրս կգար, նրա հետ կգար նոր օր։ Մի օր առանց տիկին Անուշի։ Մի օր, երբ նա պետք է բացատրեր Սոնային, թե ինչ է տեղի ունեցել։ Մի օր, երբ նա պետք է խոսեր Մարինեի հետ, ներողություն խնդրեր նրան այդքան խիստ դատելու համար։ Տիգրանն անջատեց համակարգիչը, ֆլեշ կրիչը դրեց պահարանում թաքցրած չհրկիզվող պահարանի մեջ։ Ապացույց, եթե ապագայում պետք գար։ Հետո դուրս եկավ աշխատասենյակից, բարձրացավ աստիճաններով դեպի իր սենյակ։ Բայց մտնելուց առաջ նա նորից կանգնեց Սոնայի սենյակի դիմաց։ Զգուշորեն բացեց դուռը։ Աղջիկը դեռ քնած էր, բայց նրա քունը կարծես անհանգիստ էր։ Նա անհանգիստ շարժվում էր, անհասկանալի բաներ մրմնջալով։ Տիգրանը մտավ, նստեց մահճակալի եզրին։ Քնքշորեն նա մի քանի մազափունջ հեռացրեց նրա դեմքից։ Հայրիկը ամեն ինչ կկարգավորի, արքայադուստր, շշնջաց նա։ Խոստանում եմ։ Սոնան չարթնացավ, բայց նրա շարժումները մի փոքր հանդարտվեցին, կարծես, նույնիսկ քնած նա իմանար, որ ինքն այնտեղ է։ Տիգրանը երկար րոպեներ մնաց այնտեղ, ուղղակի դիտելով իր դստեր քունը։ Երբ վերջապես վեր կացավ գնալու, նրա աչքերն ընկան գիշերասեղանին։ Այնտեղ նկարչական տետր կար։ Նա վերցրեց այն, թերթեց։ Էջ առ էջ մանկական նկարներ։ Տներ, ծառեր, ծաղիկներ, մարդիկ։ Եվ գրեթե բոլորում 3 կերպար կար։ Միշտ 3։ Մեկը բարձրահասակ, մեկը միջին, մեկը փոքր։ Նա զգուշորեն փակեց տետրը, հետ դրեց իր տեղը։ Դուրս եկավ սենյակից, վերջապես գնաց իր մահճակալին, բայց քունը չեկավ։ Նա մնաց նայելով առաստաղին, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, այն ամենի մասին, ինչ պետք է աներ։ Երբ Արը վերջապես սկսեց ծագել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Տիգրանն արդեն ոտքի վրա էր։ Նա երկար, տաք լոգանք ընդունեց, շաբաթներ անց առաջին անգամ սովորական հագուստ հագավ, իջավ խոհանոց։ Ուրբաթ էր։ Նա կչեղարկեր օրվա բոլոր պարտավորությունները։ Տարիներ անց առաջին անգամ նրա առաջնահերթությունը կլիներ իր դուստրը, ոչ թե աշխատանքը։ Խոհանոցում նա գտավ Մարինեին արդեն արթուն, նախաճաշ էր պատրաստում։ Նա շրջվեց, լսելով նրա մտնելը, Տիգրանը տեսավ զարմանքը նրա դեմքին։
Պարզ էր, որ նա չէր սպասում տեսնել նրան այնտեղ, հատկապես ոչ այդքան սովորական հագնված։ «Բարի լույս, պարոն», ասաց նա ցածր ձայնով, արագ իր ուշադրությունը դարձնելով սրճեփին։ «Բարի լույս, Մարինե», պատասխանեց նա, աթոռ քաշելով նստելով խոհանոցի սեղանի մոտ։ «Մի բան, որ երբեք չէր անում։ Կարող ենք խոսել»։ Նա վարանեց, հետո անջատեց գազօջախը, շրջվեց դեպի նրան։ «Իհարկե, պարոն»։ Նախ, սկսեց նա, ես պետք է ներողություն խնդրեմ քեզնից։ Երեկ ես քեզ դատեցի, չիմանալով ամբողջ իրավիճակը։ Ես քեզ անարդարացիորեն մեղադրեցի, թույլ տվեցի, որ իմ սեփական անվստահությունները թելադրեն իմ գործողությունները։ Մարինեն թարթեց, ակնհայտորեն զարմացած։ «Պարոն, ես…» «Թույլ տուր ավարտեմ», նա բարձրացրեց ձեռքը։ «Ես տեսա անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Բոլորը։ Ես տեսա, թե ինչպես ես վերաբերվել իմ դստերը։ Տեսա համբերությունը, քնքշությունը, նվիրվածությունը։ Տեսա, թե ինչպես կարողացար հասնել նրան այնպես, ինչպես ոչ ես, ոչ էլ իմ վարձած մասնագետներից որևէ մեկը չկարողացավ։ Եվ ես նա տեսա, թե ինչ արեց տիկին Անուշը։ Ինչպես նա քեզ մեղադրեց, ինչպես ստեց, ինչպես շահարկեց իրավիճակը»։ Արցունքներ սկսեցին հավաքվել Մարինեի աչքերում։ Նա ոչինչ չասաց, ուղղակի սպասեց։ «Տիկին Անուշն այլս այստեղ չի աշխատում», շարունակեց Տիգրանը։ «Նա այս առավոտ գնաց, այլս չի վերադառնա։ Եվ ես շատ կուզենայի, որ դու մնայիր։ Ոչ միայն որպես խոհանոցի աշխատող, այլ որպես մեկը, ով իսկապես կարող է օգնել Սոնային»։ Մարինեն արագ սրբեց արցունքները ձեռքի թիկունքով։ «Պարոն Պետրոսյան, ես երբեք չեմ ուզեցել խնդիրներ ստեղծել։ Երբ առաջին անգամ տեսա Սոնային, այնքան տխուր, այնքան իր մեջ փակված, սիրտս կտոր-կտոր եղավ։ Ես փոքր քույր ունեմ։ Նա Սոնայի տարիքին է։ Եվ ես չէի կարող պատկերացնել իմ քրոջը այդ վիճակում։ Այնպես որ, ես ուղղակի փորձեցի անել այն, ինչ կանեի նրա հետ։ Խաղալ, զրուցել, թխվածքաբլիթներ պատրաստել։ Պարզ բաներ։ Եվ դա ստացվեց», ասաց Տիգրանը տխուր ժպիտով։ «Երեք շաբաթում դու հասար նրան, ինչին ես չէի հասել 2 տարում»։ «Դա ճիշտ չէ, պարոն», արագ ասաց Մարինեն։ «Սոնան միշտ ուզեցել է վերադառնալ։ Նա միշտ այնտեղ է եղել, ուղղակի նրան պետք էր մեկը, ով չէր ճնշի նրան, ով չէր փորձի նրան վերանորոգել, կարծես կոտրված բան լիներ։ Նրան ուղղակի ժամանակ էր պետք մեկը, ով կսիրեր նրան այնպիսին, ինչպիսին նա կա»։ Բառերը Տիգրանին հարվածեցին բռունցքի պես։ Նա ճիշտ էր։ Ինքը Սոնային վերաբերվել էր որպես նախագծի, մի բանի, որը պետք է վերանորոգվեր։ Նա մասնագետներ էր վարձել, գրքեր էր գնել, ծրագրերի էր հետել։ Բայց երբեք ուղղակի չէր նստել հատակին նրա հետ խաղալու։ Երբեք նրան առանց պատճառի գրկում չէր վերցրել։ Երբեք հիմար երգեր չէր երգել կամ նրան ուսերին չէր նստեցրել, ինքնաթիռ խաղալու համար։ «Դու ճիշտ ես», խոստովանեց նա։ «Եվ ես սարսափելի հայր եմ եղել»։ «Ոչ, պարոն», Մարինեն մի քայլ առաջ արեց։ «Դուք սարսափելի չեք եղել։ Դուք նույնպես տառապում էիք։ Սիրելի մարդուն կորցնելը դժվար է։ Եվ բացի այդ, պետք է ուժեղ լինել փոքրիկ երեխայի համար։ Դա գրեթե անհնար է։ Դուք արել եք լավագույնը, ինչ կարող էիք ձեր ունեցած գործիքներով։ Բայց դա բավարար չէր», ցածր ձայնով ասաց Տիգրանը։ «Ապա մենք այսուհետ այլ կերպ կանենք», մեղմ ժպտաց Մարինեն։ «Միասին»։ «Միասին», կրկնեց Տիգրանը, հավանելով, թե ինչպես է հնչում բառը։ Նրանց ընդհատեց աստիճաններից եկող աղմուկը։ Փոքրիկ, արագ քայլեր։ Սոնան հայտնվեց խոհանոցի մուտքի մոտ, դեռ գիշերազգեստով, մազերը խառնված, աչքերը փնտրող։ Երբ տեսավ Մարինեին, նրա ամբողջ դեմքը լուսավորվեց։ «Մարինե», նա վազեց դեպի աղջիկը, որն անմիջապես նրան գրկեց։ «Բարի լույս, արքայադուստր», ասաց Մարինեն, համբուրելով աղջկա գլուխը։ Սոնան կուչ եկավ նրա վզին, հետո որոշակի վարանումով նայեց հորը։ «Պապ», ասաց նա ցածր ձայնով։ «Բարի լույս, Սոնա», պատասխանեց Տիգրանը, փորձելով ձայնը հանգիստ պահել, չնայած այն հուզմունքին, որը համակել էր նրան, լսելով իր դստեր ուղիղ խոսքը։ Աղջիկը շուրջը նայեց։ «Իսկ տիկին Անուշը»։ Տիգրանն ու Մարինեն հայացքներ փոխանակեցին։
Տիկին Անուշը ստիպված էր ճամփորդության գնալ, սիրելիս, մեղմ ասաց Տիգրանը, համապատրաստից հորինելով. նա այլս չի վերադառնա։ Սոնան կարծես մի պահ մտածեց այդ մասին։ Նա վատն էր ինձ հետ, հանկարծ ասաց աղջիկը, անհանգստացնող պարզությամբ։ Տիգրանը զգաց, որ սիրտը կծկվում է։ Այդպես էր։ Սոնան գլխով արեց։ Նա ինձ սառը ուտելիք էր տալիս։ Ասում էր, որ չխոսող աղջիկները տաք ուտելիքի արժանի չեն։ Եվ նա ինձ փակում էր սենյակում, երբ լաց էի լինում։ Ասում էր, որ ես նվնվան երեխա եմ։ Յուրաքանչյուր բառ դաշույնի հարված էր։ Տիգրանը գիտակցաբար ջանք գործադրեց, չցուցադրելու այն զայրույթը, որը զգում էր։ Մարինեն ավելի ամուր սեղմեց Սոնային, նրա սեփական աչքերը լի էին արցունքներով։ Դա այլս երբեք չի կրկնվի, խոստացավ Տիգրանը, վեր կենալով մոտենալով նրանց։ Երբեք այլս, արքայադուստր։ Հայրիկը խոստանում է։ Սոնան նայեց նրան, ուսումնասիրելով նրա դեմքը, կարծես փորձում էր որոշել, թե կարող է վստահել այդ խոստմանը։ Հետո, դանդաղ, նա մի ձեռքը մեկնեց դեպի նրան։ Տիգրանը վերցրեց այն, իր մատները միահյուսելով նրա մատներին։ Հայրիկն այսօր տանն է մնալու, ասաց նա։ Մի լավ բան ենք անելու։ Ինչ ես ուզում անել։ Սոնան նայեց Մարինեին, հետո նորից հորը։ Թխվածքաբլիթներ, ամաչկոտ հարցրեց նա։ Թխվածքաբլիթներ, կրկնեց Տիգրանը, ժպտալով։ Իհարկե։ Միասին թխվածքաբլիթներ ենք պատրաստելու։ Եվ այդպես սկսվեց այդ օրը։ Տիգրանը, Մարինեն Սոնան խոհանոցում թխվածքաբլիթներ էին պատրաստում։ Մարինեն սովորեցնում էր, Սոնան օգնում էր, իսկ Տիգրանը փորձում էր հետ չմնալ, անջարակ, բայց վճռական։ Ամենուր ալյուր էր, խմոր, հագուստի վրա, շատ ծիծաղ։ Հատկապես ծիծաղ։ Հաջորդող օրերն այլ էին։ Տիգրանը վերակազմակերպեց իր օրակարգը, ավելի շատ պարտականություններ պատվիրակեց աշխատավայրում, սկսեց ավելի շուտ տուն գալ։ Ընթրիքները, որոնք նախկինում միայնակ էին, այժմ տեղի էին ունենում սեղանի շուրջ, երեքով միասին։ Սոնան կամաց-կամաց սկսեց ավելի շատ խոսել, դեռ ամաչկոտ հոր հետ, բայց գնալով ավելի բաց։ Մարինեն դարձավ առօրյայի էական մասը։ Նա ոչ միայն խոհանոցի աշխատող էր։ Նա այն մարդն էր, ով Սոնային տանում էր այգի, ով քնելուց առաջ նրա համար հեքիաթներ էր կարդում, ով խաղեր ու արկածներ էր հորինում։ Եվ Տիգրանը կամաց-կամաց սովորում էր հանգստանալ, մի կողմ դնել լուրջ գործարարին բացահայտել այն հորը, որը միշտ ուզեցել էր լինել, բայց երբեք չգիտեր ինչպես։ Սակայն, ամեն ինչ հարթ չէր։ Դժվար պահեր էլ էին լինում։ Գիշերներ, երբ Սոնան արթնանում էր լաց լինելով, կանչելով մորը։ Օրեր, երբ աղջիկը նորից լռում էր, կորած իր մտքերի մեջ։ Եվ այդ պահերին հենց Մարինեն գիտեր, թե ինչ անել։ Մի երգ, մի գրկախառնություն, մի հեքիաթ։ Փոքրիկ ժեստեր, որոնք ամբողջ տարբերությունն էին տալիս։ Տիգրանը հեռվից հետում էր, հիացած երախտապարտ, բայց նա գնալով ավելի գիտակից մի բանի, որն անհանգստացնում էր նրան։ Սոնան շատ էր կապվել Մարինեի հետ։ Չափազանց շատ։ Աղջիկը հետում էր օրիորդին ամբողջ տնով, խուճապի էր մատնվում, երբ Մարինեն պետք է դուրս գար ինչ-որ բան լուծելու, քնում էր միայն այն ժամանակ, երբ Մարինեն էր նրան պառկեցնում։ Կարծես նա իր մորից ունեցած ամբողջ կախվածությունը փոխանցել էր այդ երիտասարդ աղջկան։ Եվ դա վախեցնում էր Տիգրանին։ Ոչ թե խանդից, այլս ոչ։ Այլ վախից։ Ինչ կլիներ, եթե մի օր Մարինեն որոշեր գնալ։ Եթե մեկ այլ աշխատանք գտներ, եթե մեկին հանդիպեր, եթե ուղղակի ցանկանար շարունակել իր սեփական կյանքը։ Արդյոք Սոնան կապաքինվեր այդ կորստից։ Թե կվերադառնար այն լռությանը, որը նրան այդքան երկար գերել էր։ Նա փորձեց այդ մասին խոսել Մարինեի հետ մի երեկո, երբ Սոնան արդեն քնած էր։ Նրանք հյուրասենյակում էին, թեյ էին խմում։ Մարինեն ավելին էր դարձել, քան աշխատող։ Նա դարձել էր մտերիմ, մեկը, ում հետ նա կարող էր բաց խոսել։ Դու նկատում ես, թե ինչպես է Սոնան կախված քեզնից, զգուշորեն հարցրեց նա։ Մարինեն գլխով արեց, նայելով ձեռքերի մեջի բաժակին։ Այո, պարոն։ Նկատում եմ։ Եվ դա քեզ չի անհանգստացնում։ Նա բարձրացրեց աչքերը, հանդիպելու նրա հայացքին։ Անհանգստացնում է։ Բայց մինույն ժամանակ, կարծում եմ, դա բնական է։ Սոնան շատ շուտ է կորցրել մորը։
Նա կանացի կերպար է փնտրում, ում կարող է վստահել։ Ժամանակի ընթացքում այդ կախվածությունը կնվազի։ Նա ավելի շատ կբացվի, նա ձեզ հետ ընկերներ կունենա, կկապվի այլ մարդկանց հետ։ Իսկ եթե դու գնաս, հարցրեց Տիգրանը, բարձրաձայնելով այն վախը, որը տանջում էր նրան։ Մարինեն երկար լուռ մնաց։ Ես ոչ մի տեղ գնալու մտադրություն չունեմ, պարոն։ Առնվազն առայժմ։ Սոնան իմ կարիքն ունի։ Եվ ես, անկեղծ ասած, նույնպես նրա կարիքն ունեմ։ Տիգրանը նրա ձայնի մեջ մի բան զգաց։ Մի խոցելիություն, որը նախկինում չէր նկատել։ Ինչու ես նրա կարիքն ունես։ Մարինեն վարանեց, հետո հոգոց հանեց։ Ես նույնպես մեկին եմ կորցրել, պարոն։ Մորս։ 2 տարի առաջ էր, մոտավորապես նույն ժամանակ, երբ տիկին Լուսինեն մահացավ։ Նույնպես քաղցկեղ։ Իմ ընտանիքը դրանից հետո փլուզվեց։ Հայրս սկսեց խմել, եղբայրներս ցրվեցին։ Ես երան եկա, նորից սկսելու հույսով։ Երբ այս աշխատանքը գտա, հանդիպեցի Սոնային, կարծես նորից նպատակ էի գտել։ Նրան խնամելն օգնում է ինձ հաղթահարել իմ սեփական ցավը։ Տիգրանը չգիտեր ինչ ասել։ Նա այնքան բան էր ենթադրել Մարինեի մասին, այնքան արագ էր դատել նրան, ի վերջո նա ուղղակի մի մարդ էր, որը փորձում էր գոյատել իր սեփական կորուստներից հետո, ճիշտ ինչպես ինքը։ Շատ ցավում եմ, վերջապես ասաց նա։ Ես չգիտեի։ Դուք չէիք կարող իմանալ, պարոն։ Ես այդ մասին շատ չեմ խոսում։ Նրանք մի քանի րոպե հարմարավետ լռության մեջ մնացին, յուրաքանչյուրը կորած իր մտքերի մեջ։ Մարինե հանկարծ ասաց Տիգրանը. Այո, պարոն։ Դադարիր ինձ պարոն անվանելուց։ Առնվազն երբ մենակ ենք։ Իմ անունը Տիգրան է։ Նա ժպտաց։ Լավ, Տիգրան։ Եվ հենց այդ պարզ պահին նրանց միջ մի բան փոխվեց։ Անտեսանելի պատնեշն ընկավ։ Նրանք այլս ուղղակի գործատու աշխատող չէին։ Նրանք երկու մարդ էին, որոնք կորցրել էին սիրելիներին, երկու մարդ, որոնք փորձում էին օգնել փոքրիկ աղջկան նորից գտնել ուրախությունը, երկու մարդ, որոնք սովորում էին, որ կիսված ցավը կարող է մի փոքր ավելի թեթ դառնալ։ Օրերը դարձան շաբաթներ։ Առօրյան հաստատվեց։ Տիգրանն աշխատում էր առավոտյան, տուն էր գալիս ճաշի ժամին, կեսօրն անցկացնում Սոնայի Մարինեի հետ։ Հանգստյան օրերը սրբազան էին, ամբողջությամբ նվիրված ընտանիքին։ Նրանք այցելում էին այգիներ, մանկական թանգարաններ, գնում էին արթրի կենտրոն, պաղպաղակ ուտելու։ Սոնան ծաղկում էր։ Նրա այտերը վերագտան իրենց գույնը, աչքերը փայլը, ծիծաղը դարձավ գնալով ավելի հաճախակի։ Բայց հետո ամեն ինչ նորից փոխվեց։ Եվ այս անգամ շատ ավելի վատ էր։ Երեքշաբթի օրն էր, երբ ամեն ինչ սկսեց փլուզվել։ Տիգրանը կարո ժողովի էր ընկերության գլխամասային գրասենյակում, որը գտնվում էր Մաշտոցի պողոտայում։ Ժողովը ժամերով ձգվեց, միաձուլումների ձեռքբերումների մասին քննարկումներ, որոնք պահանջում էին նրա լիակատար ուշադրությունը։ Նա խոստացել էր Սոնային, որ ժամանակին կհասնի ընթրիքի, բայց բանակցությունները բարդացան։ Երբ վերջապես կարողացավ դուրս գալ, արդեն երեկոյան 8-ն անց էր։ Երթևեկությունը ինչպես միշտ քաոսային էր, Տիգրանը անհամբեր թմբկահարում էր մատները բազկաթոռին, մինչ Վարդան պապիկը նավարկում էր կանգնած մեքենաների ծովում։ Նա հանեց հեռախոսը, զանգեց տուն։ Մարինեն պատասխանեց երկրորդ զանգին։ Ալո, Տիգրան, ասաց նա, Տիգրանը մի տարօրինակ բան զգաց նրա ձայնի մեջ։ Թաքնված լարվածություն։ Ամեն ինչ կարգին է, անմիջապես հարցրեց նա։ Դադար եղավ։ Այո, կարգին է։ Սոնան լավ է։ Ուղղակի մի քիչ տխուր է, որ ընթրիքին չհասար։ Գիտեմ։ Խցանման մեջ եմ։ Առավելագույնը կես ժամից կհասնեմ։ Նա կերել է, բայց քիչ։ Քեզ է սպասում, որ քնելուց առաջ հեքիաթ կարդաս։ Տիգրանը թեթացած հոգոց հանեց։ Ասա նրան, որ հայրիկն արդեն ճանապարհին է, որ այսօր 2 հեքիաթ ենք կարդալու, փոխհատուցելու համար։ Նա լսեց Մարինեի մեղմ ծիծաղը։ Լավ։ Զգույշ վարիր։ Զանգն ավարտվեց, բայց Տիգրանը մնաց տարօրինակ զգացողությամբ։ Մարինեի ձայնի մեջ մի բան կար, որ անհանգստացնում էր նրան։ Մի բան, որ նա չէր ասում։ Նա փորձեց նորից զանգել, բայց այս անգամ ոչ ոք չպատասխանեց։
Հավանաբար Սոնայով է զբաղված, մտածեց նա, հեռախոսը դնելով գրպանը։ Երբ վերջապես տուն հասավ, գրեթե 9 էր։ Առանձնատունը տարօրինակ լուռ էր։ Վերի հարկի լույսերը վառ էին, բայց սովորական ձայները չէին լսվում։ Ոչ մի երաժշտություն, ոչ մի մանկական ծիծաղ, ոչ մի շարժում։ Մարինե կանչեց նա, պայուսակը դնելով նախասրահում։ Ոչ մի պատասխան։ Սոնա։ Լռություն։ Սառնություն սողաց նրա մեջքով։ Տիգրանը երկու բարձրացավ աստիճաններով, սիրտը արագանալով։ Երբ հասավ երկրորդ հարկի միջանցք, տեսավ, որ Սոնայի սենյակի դուռը կիսաբաց է։ Նա ամբողջությամբ հրեց այն մտավ։ Այն, ինչ գտավ, ստիպեց նրան քարանալ։ Մարինեն նստած էր հատակին, մահճակալի կողքին, Սոնային գրկած։ Աղջիկը կուչ էր եկել նրա կրծքին, մարմինը ցնցվում էր լուռ հեկեկոցներից։ Մարինեի դեմքով նույնպես արցունքներ էին հոսում, երբ նա աչքերը բարձրացրեց դեպի Տիգրանը, նա մի բան տեսավ, որը սարսափեցրեց նրան։ Վախ։ Ինչ է պատահել, նա վազեց դեպի նրանց, ծնկի իջնելով նրանց կողքին։ Մարինեն բացեց բերանը պատասխանելու, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Նա ուղղակի ավելի ամուր սեղմեց Սոնային։ Աղջիկը մի փոքր շրջվեց, նայեց հորը, հետո նորից թաքցրեց դեմքը Մարինեի ուսին։ Սոնա, արքայադուստր, ինչ ունես, Տիգրանը փորձեց դիպչել դստերը, բայց նա ավելի կծկվեց։ Հենց այդ ժամանակ նա նկատեց։ Հատակին, նրանց շուրջը, պատռված թղթի կտորներ էին ցրված։ Տիգրանը վերցրեց կտորներից մեկը։ Դա լուսանկարի մի մասն էր։ Նա անմիջապես ճանաչեց այն։ Դա Լուսինեի լուսանկարն էր։ Սիրտը կանգ առավ։ Ինչ է պատահել լուսանկարներին։ Մարինեն վերջապես կարողացավ խոսել, ձայնը խռպոտ ու դողացող։ Քեզ էր փնտրում։ Ուզում էր ցույց տալ մի նկար, որ արել էր։ Մտավ քո սենյակ։ Հանդերձարանի դուռը բաց էր։ Տեսավ տուփը։ Տուփը։ Տիգրանը հստակ գիտեր, թե որ տուփը։ Տուփը, որտեղ նա պահում էր Լուսինեի լուսանկարները, հիշողությունները, անձնական իրերը։ Տուփը, որը նա երբեք ցույց չէր տվել Սոնային, որովհետև մտածում էր, որ նրան հիշողություններից պաշտպանելն ավելի լավ է, քան թույլ տալը, որ նա դրանց դեմ առ դեմ կանգնի։ Նա բացել է այն, հարցրեց նա, թե արդեն գիտեր պատասխանը։ Մարինեն գլխով արեց։ Տեսավ ամեն ինչ։ Լուսանկարները, նամակները, իրերը։ Եվ հետո սկսեց լաց լինել։ Ես փորձեցի հանգստացնել նրան, փորձեցի բացատրել, բայց նա բոլորովին իրենից դուրս եկավ։ Սկսեց պատռել լուսանկարները, գոռալով, որ դա իր մեղքն է, որ իր մայրը գնացել է իր պատճառով։ Ոչ, շնջաց Տիգրանը, զգալով, որ աշխարհը փլուզվում է իր շուրջը։ Ոչ, ոչ, ոչ։ Նա փորձեց գրկել Սոնային, բայց աղջիկը կատաղի դիմադրեց։ Ինձ մի դիպչիր, գոռաց նա։ Դու ինձ ատում ես։ Դու իմ մայրիկին հեռու ես պահում ինձնից, որովհետև ինձ ատում ես։ Բառերը գնդակների պես էին։ Տիգրանը հետ քաշվեց, ցնցված։ Սոնա, ես երբեք։ Դու նրան թաքցրել ես, շարունակեց աղջիկը, հեկեկոցների միջից։ Դու մայրիկին փակել ես այդ տուփի մեջ, երբեք թույլ չես տվել, որ ես նրան տեսնեմ։ Դա այն պատճառով է, որ ես նրան սպանել եմ։ Ես իմ մայրիկին եմ սպանել։ Ոչ, գրեթե գոռաց Տիգրանը։ Դու ոչ ոքի չես սպանել, Սոնա։ Մայրիկը հիվանդացավ։ Դա քո մեղքը չէր, երբեք քո մեղքը չի եղել։ Բայց Սոնան չէր լսում։ Նա նորից թաղեց դեմքը Մարինեի մեջ, լաց լինելով այնքան ուժգին, որ նրա ամբողջ փոքրիկ մարմինը դողում էր։ Մարինեն նայեց Տիգրանին, աչքերը օգնություն էին աղերսում, բայց նա չգիտեր ինչ անել։ Նրա ամբողջ բիզնես փորձը, ամբողջ խելքը, ամբողջ փողը, այդ ամենը հիմա նշանակություն չուներ։ Նա չգիտեր, թե ինչպես հասնել իր սեփական դստերը։ Մարինեն անսահման քնքշությամբ սկսեց օրորել Սոնային, ցածր ձայնով օրորոցային երգելով։ Կամաց աղջկա հեկեկոցները նվազեցին, ոչ թե որովհետև նա ավելի լավ էր, այլ որովհետև հյուծված էր։ Նրա աչքերը իր կամքին հակառակ փակվեցին, մինչ վերջապես նա քնեց, դեռ կառչած Մարինեից։ Արտակարգ զգուշությամբ Մարինեն վեր կացավ Սոնային պառկեցրեց մահճակալին, ծածկելով նրան վերմակով։ Նա մեղմ համբուրեց նրա ճակատը, հետո շրջվեց դեպի Տիգրանը, որը դեռ ծնկի էր իջել հատակին, շրջապատված կոտրված հիշողությունների կտորներով։
Մենք պետք է խոսենք, ասաց նա ցածր ձայնով։ Ներքում։ Տիգրանը լուռ գլխով արեց։ Նա դողացող ձեռքերով հավաքեց լուսանկարի կտորները, դրեց գրպանները։ Հետո հետեց Մարինեին սենյակից դուրս, անաղմուկ փակելով դուռը իր հետից։ Հյուրասենյակում Մարինեն ծանր նստեց բազմոցին, ձեռքերն անցկացնելով դեմքի վրայով։ Տիգրանը մնաց կանգնած, անկարող հանգիստ մնալ, քայլում էր այս ու այն կողմ, վանդակում փակված կենդանու պես։ Ինչպես սա պատահեց, վերջապես հարցրեց նա։ Ինչպես թողեցիք, որ նա մտնի իմ սենյակ։ Մարինեն բարձրացրեց աչքերը, դրանց մեջ մի բան կար, որ Տիգրանը չկարողացավ բացահայտել։ Նա քո սենյակ չի մտել, Տիգրան։ Դու ես հանդերձարանի դուռը բաց թողել։ Տուփը տեսանելի էր դրսից։ Սոնան անցնում էր միջանցքով, տեսավ այն, մտավ։ Բայց ես միշտ կողպում եմ, բողոքեց նա։ Այսօր առավոտյան դու շտապում էիր։ Ժողովը շուտ սկսվեց, հիշում ես։ Դու վերցրեցիր այդ փաստաթուղթը, հանդերձարանից վազելով դուրս եկար։ Ամեն ինչ բաց էիր թողել։ Ճշմարտությունն ընկավ նրա վրա ծանրության պես։ Դա իր մեղքն էր եղել։ Դուրս գալու շտապողականության մեջ, աշխատանքի մոլուցքի մեջ, նա բացահայտել էր հենց այն բանը, որից ամենաշատն էր փորձել պաշտպանել Սոնային։ Ես ամեն ինչ փչացրի, ասաց նա, դադարեցնելով քայլելը, ընկնելով բազկաթոռին։ Ամեն ինչ լավանում էր։ Նա երջանիկ էր։ Եվ ես ամեն ինչ փչացրի։ Դու ոչինչ չփչացրիր, վճռականորեն ասաց Մարինեն։ Սա այսպես թե այնպես պատահելու էր։ Սոնան պետք է մարսի իր մոր կորուստը։ Չի կարելի ձացնել, թե Լուսինեն երբեք գոյություն չի ունեցել։ Ես չէի ձացնում, բողոքեց Տիգրանը։ Ես ուղղակի փորձում էի պաշտպանել նրան։ Պաշտպանել ինչից։ Հիշողություններից։ Զգացմունքներից։ Տիգրան, դու չես կարող 5 տարեկան երեխային պաշտպանել զգացմունքներից։ Դրանք մինույն է գոյություն են ունենալու, ուղղակի ճնշված, աղավաղված, վերածված շատ ավելի վատ բանի։ Տիգրանը ձեռքերն անցկացրեց մազերի միջով, հիասթափությունն ու հուսահատությունը պայքարում էին նրա ներսում։ Ապա, ինչ անեմ։ Ինչ անենք։ Նա կարծում է, որ սպանել է իր սեփական մորը, Մարինե։ Ինչպես վարվեմ դրա հետ։ Մարինեն վեր կացավ, գնաց դեպի նրան, ծնկի իջնելով բազկաթոռի դիմաց, որպեսզի նրա աչքերի մակարդակին լինի։ Խոսիր նրա հետ։ Իսկապես։ Առանց ստիճների, առանց փորձելու մեղմացնել բաները։ Պատմիր նրան Լուսինեի մասին, հիվանդության մասին, ամեն ինչի մասին։ Երեխաները շատ ավելին են հասկանում, քան մենք կարծում ենք։ Այն, ինչ նրանք չեն հասկանում, լռությունն է, գաղտնիքները, թաքցված բաները։ Իսկ եթե դա վատթարացնի։ Իրավիճակը։ Իսկ եթե նա չկարողանա դիմանալ դրան։ Նա կկարողանա, Մարինեն վերցրեց նրա ձեռքերը։ Քեզ հետ իր կողքին, սիրով համբերությամբ, նա կկարողանա։ Բայց դու պետք է իսկապես ներկա լինես։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ զգացմունքորեն։ Դու պետք է նույնպես բացվես։ Տիգրանը նայեց այն շագանակագույն աչքերին, որոնք այնքան ծանոթ էին դարձել վերջին շաբաթներին։ Աչքեր, որոնք տեսնում էին նրա պաշտպանական պատերի միջով, որոնք մարտահրավեր էին նետում նրան, ավելի լավը լինելու, ավելին լինելու։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա թույլ տվեց իրեն խոցելի լինել։ Ես վախենում եմ, խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։ Ես վախենում եմ խոսել Լուսինեի մասին, որովհետև երբ դա անում եմ, ամեն ինչ նորից իրական է դառնում։ Ցավը վերադառնում է։ Եվ ես չգիտեմ, թե կարող եմ նորից դրա միջով անցնել։ Ապա միայնակ մի անցիր դրա միջով, Մարինեն սեղմեց նրա ձեռքերը։ Մենք սա միասին կանենք։ Դու, ես, Սոնան։ Ընտանիք։ Ընտանիք բառը հնչեց նրանց միջ օդում։ Տիգրանը հասկացավ, որ հենց դրան էին նրանք վերածվել։ Ոչ թղթի վրա, ոչ պաշտոնապես, այլ սրտում։ Նրանք ընտանիք էին։ Կոտրված, կարկատված, համապատրաստից ընտանիք, բայց ի վերջո ընտանիք։ Մարինե, ասաց նա ցածր ձայնով։ Այո։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Այստեղ լինելու համար։ Մեզնից հույսը չկտրելու համար։ Նա ժպտաց, այդ ժպիտի մեջ այնքան ջերմություն, այնքան հասկացողություն, այնքան քնքշություն կար, որ Տիգրանը զգաց, որ իր ներսում մի բան շարժվեց։ Մի բան, որը նա վաղուց չէր զգացել։
Մի բան, որը միաժամանակ վախեցրեց մխիթարեց նրան։ Նախքան նա կկարողանար չափազանց շատ վերլուծել այդ զգացումը, մի ճիչ կտրեց օդը։ Սոնան։ Նրանք վազելով բարձրացան աստիճաններով։ Մտան սենյակ, գտան Սոնային նստած մահճակալին, աչքերը սարսափից լայնացած, գոռում էր Մարինեի անունը։ Աղջիկը վազեց դեպի նրան, գրկելով։ Հանգստացիր, ես այստեղ եմ, մրմնջում էր Մարինեն, օրորելով երեխային։ Բայց Սոնան չէր հանգստանում։ Ճիչերը վերածվեցին հիստերիկ լացի։ Ես նրան տեսա, ասում էր աղջիկը հեկեկոցների միջից։ Ես մայրիկին տեսա։ Նա ինձ կանչում էր։ Ուզում էր, որ ես իր հետ գնամ։ Դա ուղղակի երազ էր, արքայադուստր, փորձում էր հանգստացնել նրան Մարինեն։ Մայրիկը քեզ չի կանչում։ Ոչ, կանչում է, պնդեց Սոնան, աչքերը գամված մի բանի, որը միայն ինքն էր կարող տեսնել։ Նա այնտեղ է, տես։ Ինձ է կանչում։ Տիգրանը զգաց, որ սարսուռն անցնում է մեջքով։ Սոնան հալյուցինացիաներ էր ունենում։ Սա լուրջ էր։ Շատ լուրջ։ Նա վերցրեց հեռախոսը, պատրաստ զանգելու բժշկին, բայց Մարինեն կանգնեցրեց նրան մի հայացքով։ Սոնա, ասաց նա քնքշորեն, բայց վճռական։ Նայիր ինձ։ Միայն ինձ։ Աղջիկը դժկամությամբ հայացքը շեղեց սենյակի դատարկ անկյունից կենտրոնացավ Մարինեի վրա։ Մայրիկը քեզ չի կանչում, շարունակեց Մարինեն։ Որովհետև մայրիկը քեզ շատ է սիրում, ուզում է, որ դու այստեղ մնաս, այն մարդկանց հետ, ովքեր քեզ սիրում են։ Հայրիկի հետ։ Իմ հետ։ Մայրիկը չի ուզում, որ դու գնաս։ Նա ուզում է, որ դու երջանիկ լինես։ Բայց ես նրան սպանել եմ, տնքաց Սոնան։ Ես վատն էի, նա գնաց։ Հենց այդ ժամանակ Տիգրանը շարժվեց։ Նա նստեց մահճակալին Մարինեի կողքին, ստիպելով Սոնային նայել նա իրեն։ Սոնա, ասաց նա, նրա ձայնն ավելի վճռական հնչեց, քան սպասում էր։ Հիմա լսիր հայրիկին։ Դու մայրիկին չես սպանել։ Մայրիկը շատ հիվանդացավ։ Նրա ներսում մի վատ բան կար, որը բժիշկները չկարողացան հանել։ Դա քո մեղքը չէր, իմ մեղքը չէր, ոչ ոքի մեղքը չէր։ Երբեմն մարդիկ հիվանդանում են, բժիշկները չեն կարողանում նրանց բուժել։ Եվ դա շատ տխուր է, բայց ոչ ոքի մեղքը չէ։ Բայց եթե ես ավելի լավ աղջիկ լինեի, ասաց Սոնան, արցունքները հոսելով, գուցե մայրիկն ավելի շատ պայքարեր։ Գուցե նա կմնար։ Տիգրանը զգաց, որ իր սեփական արցունքներն այրում են աչքերը։ Ահ, արքայադուստր։ Մայրիկը պայքարեց իր բոլոր ուժերով։ Նա այնքան պայքարեց, որովհետև քեզ սիրում էր աշխարհում ամեն ինչից շատ։ Բայց երբեմն կարևոր չէ, թե որքան ենք մենք պայքարում, մենք չենք կարող հաղթել։ Եվ դա այն պատճառով չէ, որ մենք բավականաչափ չենք սիրում։ Դա այն պատճառով է, որ որոշ ճակատամարտեր մեզնից մեծ են։ Ուրեմն դա իմ մեղքը չէր, հարցրեց Սոնան, փխրուն հույսով իր ձայնի մեջ։ Դա քո մեղքը չէր, կրկնեց Տիգրանը, այս անգամ իր դստերը գրկելով, վերցնելով նրան Մարինեից։ Սոնան մի պահ լարվեց, բայց հետո թույլ տվեց իրեն հանգստանալ նրա կրծքին։ Երբեք չի եղել, երբեք չի լինի քո մեղքը։ Եվ մայրիկը քեզ սիրում է։ Նա միշտ քեզ կսիրի, կարևոր չէ, թե որտեղ է նա։ Հայրիկն էլ է սիրում, հարցրեց Սոնան ցածր ձայնով, այնքան ցածր, որ նա հազիվ լսեց։ Աշխարհում ամեն ինչից շատ, պատասխանեց նա, սեղմելով նրան իրեն։ Աշխարհում ամեն ինչից շատ, արքայադուստր։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ։ Տիգրանը գրկած Սոնային, Մարինեն նստած նրա կողքին, նրա ձեռքը քնքշորեն դրված աղջկա մեջքին։ Կամաց, Սոնան նորից հանգստացավ։ Նրա շնչառությունը դարձավ ավելի կանոնավոր, մարմինը թուլացավ։ Պապ, ասաց նա մի որոշ ժամանակ անց։ Այո, արքայադուստր։ Կպատմես մայրիկի մասին։ Ինչպիսին էր նա, երբ ծանոթացար նրա հետ։ Ինչպես ընկերացաք։ Տիգրանը նայեց Մարինեին, որը գլխով արեց, քաջալերելով նրան։ Նա խորը շունչ քաշեց, սկսեց։ Ես քո մորը հանդիպեցի մի խնջույքի ժամանակ։ Ընկերոջս ծնունդն էր։ Ես ձանձրանում էի, ուզում էի գնալ, երբ նա մտավ սրահ։ Եվ կարծես արը ծագեց տան ներսում։ Սոնան ավելի հարմար տեղավորվեց, ուշադիր լսելով։ Իսկ հետո ես գնացի խոսելու նրա հետ։
բայց ես շատ անճարակ էի։ Սայթաքեցի իմ սեփական ոտքի վրա, հյութ թափեցի նրա բլուզի վրա։ Սոնան քիչ-քիչ ծիծաղեց։ Դու դա արեցի՞ր։ Արեցի, ժպտաց Տիգրանը հիշողությունից։ Եվ բարկանալու փոխարեն նա ծիծաղեց։ Այն իր ծիծաղով, որը լուսավորում էր ամեն ինչ։ Եվ ասաց, որ գոնե հիմա պատրվակ ունի այդ ձանձրալի խնջույքից գնալու։ Նրա համար էլ էր ձանձրալի խնջույքը, հարցրեց Սոնան։ Այո։ Այնպես որ, մենք միասին գնացինք։ Գնացինք պաղպաղակի սրահ, անկյունի մոտ։ Եվ ամբողջ գիշեր զրուցեցինք։ Ամեն ինչի մասին։ Երազանքների, վախերի, այն մասին, թե ինչ էինք ուզում կյանքից։ Իսկ ինչ էր ուզում մայրիկը։ Տիգրանը կոկորդում կոշտուկ զգաց։ Նա ուզում էր երջանիկ լինել։ Ուզում էր ընտանիք ունենալ։ Ուզում էր մի գեղեցիկ աղջիկ ունենալ, որին կարողանար սիրել խնամել։ Եվ հետո դու ծնվեցիր, նա ասաց, որ ունի այն ամենը, ինչի մասին միշտ երազել էր։ Ես էլ եմ ուզում հիշել նրան, ասաց Սոնան։ Կարող եմ տեսնել լուսանկարները։ Այն, որոնք չեմ պատռել։ Իհարկե կարող ես, խոստացավ Տիգրանը։ Վաղը մենք միասին կնստենք կնայենք բոլոր լուսանկարները։ Եվ ես քեզ յուրաքանչյուրի մասին պատմություններ կպատմեմ։ Իսկ Մարինեն էլ կարող է լինել, հարցրեց Սոնան, նայելով աղջկան։ Մարինեն ժպտաց։ Իհարկե։ Սոնան կարծես գոհ մնաց այդ պատասխանից։ Նա ավելի հարմար տեղավորվեց հոր գրկում, փակեց աչքերը։ Այս անգամ, երբ քունը եկավ, դա հանգիստ քուն էր։ Տիգրանը շարունակեց գրկած պահել նրան երկար ժամանակ անց, երբ նա քնեց։ Մարինեն անաղմուկ վեր կացավ սենյակից դուրս գալու, բայց նա բռնեց նրա ձեռքը։ Մնա, խնդրեց նա։ Խնդրում եմ։ Նա վարանեց, հետո գլխով արեց։ Նա նորից նստեց մահճակալին, այս անգամ ավելի մոտ նրան։ Նրանք այդպես մնացին լռության մեջ, ուղղակի գոյություն ունենալով այդ պահին։ Տիգրանը գրկած Սոնային, Մարինեն նրա կողքին, երեքով միասին փոթորկի մեջ։ Հենց Մարինեն վերջապես խախտեց լռությունը։ Ինչ ես զգում։ Տիգրանը ուշադիր մտածեց պատասխանելուց առաջ։ Վախ։ Թեթացում։ Մեղքի զգացում։ Ամեն ինչ միաժամանակ։ Մեղքի զգացում ինչի։ Համար։ Որ սա ավելի շուտ չեմ արել։ Որ Լուսինեին թաքցրել եմ նրանից։ Որ մտածել եմ, թե լռությունը պաշտպանություն է։ Դու արել ես այն, ինչ կարծել ես, որ լավագույնն է այդ պահին։ Դու չես կարող քեզ պատժել դրա համար։ Բայց ես պետք է իմանայի, պնդեց նա։ Ես նրա հայրն եմ։ Ես պետք է հասկանայի, որ ամեն ինչ սխալ էի անում։ Մարինեն շրջվեց դեպի նրան ուղիղ։ Տիգրան, ուզում ես իմանալ, թե ինչ եմ մտածում։ Ես մտածում եմ, որ դու ամենանվիրված հայրն ես, որ տեսել եմ։ Սխալներ թույլ տվել ես։ Այո։ Բայց երբ հասկացար, դու փոխվեցիր։ Դու բացվեցիր։ Դու հիմա այստեղ ես, գրկած քո դստերը, լինելով այն հայրը, որի կարիքը նա ունի։ Սա է կարորը։ Նա տխուր ժպտաց։ Երբ դարձար այդքան իմաստուն։ Երբ կորցրի մորս ստիպված էի սովորել, որ կյանքը չափազանց կարճ է զղջումների համար։ Յուրաքանչյուր օր նոր հնարավորություն է, ավելի լավ անելու։ Եվ դու ավելի լավ ես անում։ Տիգրանը նայեց Սոնային, որը քնած էր իր գրկում։ Աղջիկն այնքան փոքր, այնքան փխրուն էր թվում։ Բայց նա գիտեր, որ նա ավելի ուժեղ է, քան թվում է։ Նա պետք է լիներ։ Նա գոյատել էր մոր կորուստը, լռությունը, տիկին Անուշին, ամեն ինչ։ Եվ նա վերադառնում էր։ Դանդաղ, վերելքներով ու վայրեջքներով, բայց նա վերադառնում էր։ Իսկ դու, հանկարծ հարցրեց նա։ Ինչպես ես դու հաղթահարում այս ամենը։ Մարինեն զարմացած թարթեց։ Ես։ Այո։ Սա քեզ համար էլ հեշտ չի կարող լինել։ Տրավմայի ենթարկված երեխայի խնամք, գործատուի հետ գործ ունենալ, որը չգիտեր ինչ է անում, այս ամբողջ քաոսի ականատես լինել։ Նա մի պահ լուռ մնաց։ Անկեղծ ասած, սա ինձ փրկեց։ Քեզ փրկեց։ Նա գլխով արեց։ Մորս մահից հետո ես կորած էի։ Ես չգիտեի, թե ով եմ առանց նրա։ Ես երան եկա փախչելով, իրականում։
Փախչելով հիշողություններից, ցավից, ամեն ինչից։ Եվ հետո այս աշխատանքը գտա հանդիպեցի Սոնային։ Եվ մորս կորցնելուց հետո առաջին անգամ զգացի, որ նորից նպատակ ունեմ։ Նրան խնամելն օգնեց ինձ բուժել իմ սեփական վերքերը։ Տիգրանն ուսումնասիրեց նրա դեմքը։ Սենյակի մթության մեջ, լուսավորված միայն Սոնայի գիշերային լամպով, Մարինեն գրեթե եթերային էր թվում։ Նրա մեջ լուր ուժ կար, մի դիմացկունություն, որը նա խորապես հիանում էր։ Եվ էլի մի բան կար։ Մի բան, որը նա չէր կարող անվանել, բայց որը ստիպում էր նրա սրտին արագանալ ամեն անգամ, երբ նա մոտ էր։ Մարինե… Սկսեց նա, վստահ չլինելով, թե ինչ է ասելու։ Բայց նա մատը դրեց նրա շուրթերին, լռեցնելով նրան։ Հիմա ոչ։ Հիմա դու պետք է կենտրոնանաս Սոնայի վրա։ Նրան օգնելու բուժվելու։ Մնացածը կարող է սպասել։ Նա ճիշտ էր։ Ինչպես միշտ։ Տիգրանը գլխով արեց, Մարինեն վեր կացավ գնալու։ Այս անգամ նա նրան չկանգնեցրեց։ Նա կանգնեց դռան մոտ, վերջին անգամ հետ նայեց, մեղմ ժպտաց, հետո դուրս եկավ։ Տիգրանը մնաց մենակ Սոնայի հետ։ Նա զգուշորեն պառկեցրեց նրան մահճակալին, ծածկեց վերմակով, նստեց կողքի աթոռին։ Նա այդ գիշեր նրան մենակ չէր թողնելու։ Եթե նա նորից մղձավանջներից արթնանար, ինքը այնտեղ կլիներ։ Եվ մինչ նա դիտում էր իր դստեր քունը, Տիգրանը լուր խոստում տվեց։ Նա ավելի լավը կլինի։ Ոչ միայն որպես հայր, այլ որպես մարդ։ Նա կդիմակայեր իր սեփական ցավերին, իր սեփական վախերին, իր սեփական դերին։ Սոնայի համար։ Իր համար։ Եվ թե դեռ չէր ուզում խոստովանել, նա Մարինեի համար։ Որովհետ նա ճիշտ էր։ Նրանք ընտանիք էին։ Տարօրինակ, ոչ ավանդական, բայց ընտանիք։ Եվ ընտանիքները պաշտպանում են միմյանց։ Ընտանիքները միասին են դիմակայում փոթորիկներին։ Եվ ընտանիքները, կարևոր չէ, թե որքան կոտրված են, միշտ կարող են բուժվել։ Եթե բավականաչափ սեր ունեն։ Եվ սերը միակ բանն էր, որի պակասը նրանք չունեին։